Ինչ կանեիք, եթե իմանայիք, որ ձեզ պաշտպանող ձեռքը իրականում ստորագրել է ձեր մահվան դատավճիրը։ Սովորաբար մենք կարծում ենք, թե հանցագործները միայն փողի հետևից են ընկնում, բայց այս պատմությունը կջարդի ձեր բոլոր պատկերացումները։ Երիտասարդ դատախազը հետապնդում է կոռուպցիոն սարդոստայնը, վստահ լինելով, որ պայքարում է հրեշների դեմ, սակայն հայտնաբերում է մի ցնցող ճշմարտություն, որը ստիպում է սառել արյունը։ Նա գտնում է ապացույցներ, որոնք ոչ թե մեղադրում են, այլ բացահայտում մի սարսափելի զոհաբերություն, որի մասին ոչ ոք իրավունք չուներ իմանալու, եւ որը փոխում է ամեն ինչ։ Բայց ամենասարսափելին դեռ առջևում է։ Պատրաստվեք տեսնելու մի անհնարին ընտրություն, որը ոչ մի մարդ չպետք է կատարի։ Մենք ցույց ենք տալու, թե ինչպես մեկ հին օրագիր կարող է պաշտպանին դարձնել թիրախ, իսկ հերոսին դատապարտյալ։ Դուք կտեսնեք, թե ուր է տալում արդարության կույր ճանապարհը, երբ օրենքը պահանջում է ոչնչացնել նրան, ում ամենաշատն եք սիրում, եւ թե ինչ աներևակայելի գին է պետք վճարել ընտանիքը վերջնական կործանումից փրկելու համար։ Սա պարզապես պատմություն չէ, սա խղճի եւ պարտքի դաժան մենամարտ է մինչեւ վերջին շունչը։ Սեղմեք բաժանորդագրվել հիմա եւ գրեք ձեր քաղաքը մեկնաբանություններում, տեսնենք, թե քանիսն ենք մենք հետևում այս դրամային։ Գիշերային Երևանը թաղված էր հորդարատ անձրևի եւ մառախուղի մեջ, երբ դատախազության շենքի երրորդ հարկի պատուհանում դեռ վառվում էր լույսը, իսկ Նարինեն հոգնած հայացքով զննում էր անվերջանալի թվացող փաստաթղթերի կույտը։ Հանկարծ լռությունը ճեղքեց հեռախոսի սուր զանգը, եւ էկրանին հայտնված անհայտ համարը ստիպեց նրա սրտին ավելի արագ բաբախել, քանզի գիշերվա ժամը 2-ին բարի լուրերով չեն զանգահարում։ Լսափողից հնչող խզված ձայնը, որը կարծես անդրշիրիմյան աշխարից լիներ, հրահանգեց նրան անմիջապես իջնել ներքև եւ ստուգել մեքենայի ապակու մաքրիչի տակ, եթե նա իսկապես ցանկանում է իմանալ պետական բյուջեի անհետացած միլիոնների ճակատագիրը։ Առանց վայրկյան անգամ տատանվելու Նարինեն վազեց անձրևի տակ եւ դողացող ձեռքերով բացեց խոնավ ծրարը, որի պարունակությունը սառեցրեց արյունը նրա երակներում։ Քանի որ լուսանկարներում պատկերված էր ոչ միայն հանցավոր աշխարհի պարագլուխը, այլև մի ծանոթ ուրվագիծ, որը ցավալիորեն հիշեցնում էր նրա հարազատներից մեկին։ Այդ պահին կայծակը լուսավորեց երկինքը, եւ Նարինեն հասկացավ, որ այս գործը պարզապես թղթաբանություն չէ, այլ մահացու վտանգավոր խաղ, որտեղ խաղադրույքը իր եւ իր ընտանիքի կյանքն է։ Հաջորդող կիրակին պետք է լիներ խաղաղ ընտանեկան հավաքույթ Քեռի Աշոտի ամառանոցում, սակայն օդում կախված լարվածությունը խեղդում էր Նարինեին, երբ նա հետևում էր, թե ինչպես է իր սիրելի Քեռին միշտ ժպտերես եւ հոգատար նյարդային շարժումներով շրջում խորովածի շամփուրները։ Երբ Նարինեն զգուշորեն ակնարկեց նոր բացահայտված շինարարական կոռուպցիոն սխեմայի մասին, Աշոտի դեմքը մթագնեց, իսկ ձեռքը դողաց այնպես, որ գինու բաժակը քիչ էր մնում ընկնել սեղանին։ Նրա խորհուրդը հեռու մնալ այդ ճահճից եւ չփորփրել անցյալը հնչեց ոչ թե որպես հորեղբոր հոգատարություն, այլ որպես թաքնված սպառնալիք կամ գուցե հուսահատ նախազգուշացում, որը Նարինեն դեռ չէր կարողանում ամբողջությամբ վերծանել։ Այդ օրը սեղանի շուրջ հավաքված բարձրաստիճան պաշտոնյաների կեղծ ժպիտների եւ դատարկ կենացների ներքո Նարինեն իրեն զգում էր ինչպես օտար մարմին, որը պատրաստվում է պայթեցնել այդ թվացյալ խաղաղությունը։ Նա տեսնում էր վախը Քեռու աչքերում, բայց չէր հասկանում արդյոք այդ վախը իր համար է, թե իրենից։ Իրադարձությունները սկսեցին զարգանալ գլխապտույտ արագությամբ, երբ համակարգը որոշեց ցույց տալ իր ճիրանները, սկզբում արգելափակելով Նարինեի մուտքը արխիվներ, իսկ հետո անցնելով բացահայտ ահաբեկման։ Դատական նիստի ժամանակ գլխավոր վկան հաշվապահը, ով նախկինում պատրաստ էր բացահայտել ամեն ինչ, դողացող ձայնով հրաժարվեց իր ցուցմունքներից, խուսափելով նայել Նարինեի աչքերին, ինչը վկայում էր այն մասին, որ նրան հասցրել են վախեցնել կամ կաշառել։ Սակայն իսկական սարսափը վրա հասավ երեկոյան, երբ Նարինեն տուն վերադարձավ եւ գտավ իր բնակարանը տակնու վրա արված, կահույքը ջարդված, իսկ պատին կարմիր ներքով գրված սպառնալիք, ուղղված իրեն եւ մորը։ Մայրը, տիկին Անահիտը, անկյունում կծկված լալիս էր, եւ այդ պահին Նարինեի մեջ վախի փոխարեն արթնացավ անասելի զայրույթ, որը մղեց նրան գնալ միջև վերջ։ Նա հիշեց հոր խորհրդավոր խոսքերը հին տան ձեղնահարկի մասին եւ որոշեց, որ պատասխանները թաքնված են այնտեղ, որտեղ սկսվել է այս ամբողջ պատմությունը։ Գյուղական հին տան փոշոտ ձեղնահարկում հին սնդուկի հատակին թաքցված կաշվե կազմով օրագրերը դարձան այն բանալին, որը բացեց ճշմարտության դուռը եւ միևնույն ժամանակ փշրեց Նարինեի սիրտը հազարավոր մասերի։ Կարդալով հոր ձեռագիրը, նա հայտնաբերեց, որ տարիներ առաջ Քեռի Աշոտը ոչ թե դավաճանել էր ընտանիքին, այլ կատարել էր անհնարին զոհաբերություն, մտնելով կոռուպցիոն ցանցի մեջ, որպեսզի փրկի եղբորը բանտից եւ ընտանիքը կործանումից։
Այն մարդը, ում Նարինեն սկսել էր համարել թշնամի և հանցագործ, իրականում իրենց պահապան հրեշտակն էր եղել, ով վաճառել էր իր հոգին սատանային, հանում հարազատների փրկության։ Արցունքները հոսում էին Նարինեի աչքերից, երբ նա հասկացավ, որ քեռու շքեղ կյանքը և դիրքը ոչ թե պարգև էին, այլ ծանր բեռ և անեծք, որը նա կրում էր լուռ ու միայնակ։ Այժմ, զինված այս ցնցող ճշմարտությամբ, Նարինեն գնաց Աշոտի մոտ ոչ թե որպես դատախազ, այլ որպես զարմուհի, ով պատրաստ էր փրկել նրան, ով ժամանակին փրկել էր բոլորին։ Վճռական գիշերը Նարինեն և Աշոտը մշակեցին մի վտանգավոր ծրագիր, որը կարող էր կամ ազատագրել նրանց, կամ տանել դեպի վերջնական կործանում։ Աշոտը, ով արդեն հոգնել էր երկակի կյանքից և խղճի խայթից, համաձայնեց դառնալ կենդանի խայծ, կրելով ձայնագրող սարք և հանդիպելով հանցավոր խմբի պարագլուխի՝ գլխավորի հետ։ Ռեստորանում տեղի ունեցած լարված զրույցի ընթացքում, երբ Աշոտը պահանջեց դուրս գալ խաղից, գլխավորը հանեց զենքը, և այդ պահին Նարինեն, ով լսում էր ամեն ինչ դրսում, հրահանգեց հատուկ ջոկատայիններին ներխուժել։ Քաոսի և աղմուկի մեջ հնչած կրակոցը խոցեց Աշոտին, բայց նա, ընկած հատակին, արյունոտ շրթունքներով ժպտում էր Նարինեին, քանի որ գիտեր ձայնագրությունը պահպանվել է, և արդարությունը վերջապես կհաղթի։ Դատավարությունը եղավ աղմկոտ ու ցավոտ, բայց արդյունքում Աշոտը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման, ընդունելով իր պատիժը որպես քավություն, իսկ Նարինեն հասկացավ, որ իսկական ուժը ոչ թե անսխալականության, այլ սխալները ուղղելու և ներելու կարողության մեջ է։ Բայց արդյոք համակարգը իսկապես պարտվեց, թե սա ընդամենը ժամանակավոր դադար է նոր, ավելի դաժան փոթորկից առաջ, որը դեռ սպասում է իր ժամին ստվերներում։ Այդ ճակատագրական գիշերվան հաջորդող կիրակնօրյա առավոտը թվում էր ստեղծված էր մոռացության և խաղաղության համար, սակայն արևի պայծառ ճառագայթները չէին կարողանում ցրել Նարինեի հոգում կուտակված կասկածի ամպերը, երբ նա մեքենան կայանում էր քեռի Աշոտի շքեղ ամառանոցի բակում։ Այս տունը, որը տարիներ շարունակ եղել էր նրա և մոր անվտանգության միակ ամրոցը, հոր անժամանակ և կասկածելի մահից հետո, այսօր թվում էր օտար և սառը, չնայած օդում տարածվող խորովածի ախորժելի բույրին և հյուրերի բարձրագոչ ծիծաղին։ Քեռի Աշոտը 60-ին մոտ, բայց դեռևս կենսախինդ և ազդեցիկ մի տղամարդ, ով միշտ հպարտացել էր իր ընտանիքի պաշտպանի դերով և փոխարինել էր Նարինեի հորը, կանգրած էր կրակի մոտ և վարպետորեն պտտում էր շամփուրները, սակայն Նարինեն, ով սովորել էր կարդալ մարդկանց դեմքերը դատարանի դահլիճներում, նկատեց նրա ժպիտի մեջ թաքնված անհանգստության ստվերը, որը նախկինում երբեք չէր եղել։ Երբ Նարինեն մոտեցավ, Աշոտը լայն բացեց ձեռքերը ողջունելով իր սիրելի դատախազին և հրավիրելով սեղանի մաց, որտեղ արդեն տեղավորվել էին քաղաքի էլիտայի ներկայացուցիչները, մարդիկ, որոնց Նարինեն սովորաբար տեսնում էր հեռուստաէկրաններին կամ քրեական գործերի նյութերում, և այդ պահին նա զգաց, թե ինչպես է իրականությունը երկփեղկվում։ Մի կողմում իր մանկության հուշերն էին բարի քերու մասին, իսկ մյուս կողմում գիշերվա անձրևի տակ գտնված լուսանկարների դաժան փաստերը, որոնք այրում էին նրա պայուսակը։ Հյուրասիրության թեժ պահին, երբ գինու բաժակները զարկվում էին իրար և հնչում էին կեղծ կենացներ հայրենասիրության մասին, Նարինեն, չկարողանալով զսպել ներսից եկող լարվածությունը, օգտվեց առիթից և ցածրաձայն հարցրեց քերուն վերջին շրջանում մեծ աղմուկ հանած շինարարական ծրագրի մասին, որի անունը նշված էր գիշերային փաստաթղթերում։ Աշոտի արձագանքը ակնթարթային էր և սարսափեցնող, նրա ձեռքը, որը բռնել էր գինու շիշը, մի պահ դողաց, իսկ աչքերում փայլատակեց անթաքույց վախը, որն անմիջապես փոխարինվեց խիստ և զգուշացնող հայացքով։ Նա ցածր, բայց հրամայական տոնով ընդհատեց զարմուհուն, ասելով, որ կան դռներ, որոնք երբեք չպետք է բացել, և որ հոր ճակատագիրը պետք է դաս լինի բոլորի համար, ոչ թե օրինակ կրկնելու։ Այս խոսքերը, որոնք արտաբերվեցին հոգատարության քողի տակ, Նարինեի համար հնչեցին որպես դատավճիռ, քանի որ նա հասկացավ, որ իր սիրելի քեռին ոչ միայն տեղյակ է այդ կեղտոտ խաղերից, այլև, հնարավոր է, հանդիսանում է դրանց անբաժանելի մասը։ Սեղանի շուրջ նստած մյուս պաշտոնյաները, կարծես զգալով խոսակցության վտանգավոր թեման, լռեցին և սառը հայացքներով սկսեցին զննել երիտասարդ դատախազին, ինչը ստիպեց Նարինեին զգալ, որ ինքը հայտնվել է գիշատիչների որջում, առանց զենքի և պաշտպանության։
Երեկոյան, երբ Նարինեն հեռանում էր ամառանոցից, սրտում կրելով դավաճանության դառը զգացումը, նա հայելու մեջ նկատեց, որ քեռի Աշոտը չի վերադարձել հյուրերի մոտ, այլ կանգնած է պատշգամբում և հեռախոսով ինչ-որ մեկին լարված հրահանգներ է տալիս, անընդհատ նայելով նրա հեռացող մեքենայի հետևից։ Տունդարձի ճանապարհին, երբ մայրամուտը ներկել էր երկինքը արյունոտ գույներով, Նարինեի մեքենայի ռադիոն հանկարծակի խափանվեց, և եթերում լսվեց տարօրինակ խշշոց, որի միջից հստակ լսվեց մի տղամարդու ձայն, որը կրկնեց քեռու խոսքերը. «Մի բացիր փակ դռները», սակայն ամենասարսափելին այն էր, որ այդ ձայնը գալիս էր ոչ թե ռադիոկայանից, այլ կարծես հենց մեքենայի ներսից, հետևի նստատեղից։ Մեքենայի արգելակների սուր ճռինչը խախտեց մայրամուտի լռությունը, երբ Նարինեն, սարսափից քարացած, կտրուկ շրջվեց դեպի ետնամասը, սակայն այնտեղ դատարկություն էր, և միայն ռադիոնստոնիչի խուլ խշշոցն էր վկայում քիչ առաջ հնչած սպառնալիքի իրական լինելու մասին, ինչը նշանակում էր, որ նրանք կարողացել էին ներխուժել իր անձնական տարածք, օգտագործելով տեխնոլոգիան որպես զենք։ Սիրտը կրծքավանդակից դուրս թռչելու աստիճան արագ էր բաբախում, իսկ ձեռքերը դողում էին ղեկի վրա, երբ նա հասկացավ, որ իրեն հետևում են ոչ միայն ֆիզիկապես, այլև թվային աշխարհում, և որ իր յուրաքանչյուր քայլը վերահսկվում է անտեսանելի, բայց հզոր ուժերի կողմից։ Այդ գիշեր Նարինեն տուն չգնաց, այլ անցկացրեց մեքենայի մեջ, կայանելով քաղաքի ամենաբանուկ և լուսավոր հատվածում, աչքը չկտրելով հայելիներից և ամեն անցնող ստվերի մեջ տեսնելով վտանգ։ Սակայն վախի հետ մեկտեղ նրա մեջ արթնանում էր մասնագիտատար համառությունը, որը ժառանգել էր հորից և որը թույլ չէր տալիս նահանջել անգամ մահացու վտանգի առջև։ Առավոտյան հոգնածությունից կարմրած աչքերով, բայց անկոտրում վճռականությամբ նա որոշեց դիմել պաշտոնական ճանապարհին և ուղղվեց դեպի նախարարություն, հույս ունենալով, որ պետական համակարգում դեռ մնացել են մարդիկ, ովքեր հավատարիմ են օրենքին և կօգնեն բացահայտել այս խճճված կծիկը։ Նախարարության ընդունարանում տիրող սառնությունը և արհեստական լռությունը անմիջապես ազդարարեցին, որ Նարինեին այստեղ չեն սպասում, իսկ վարչության պետի քարտուղարուհին, անթերի դիմահարդարմամբ և քարե դեմքով մի կին, նույնիսկ գլուխը չբարձրացրեց համակարգչից, երբ դատախազը ներկայացրեց իր վկայականը։ Նարինեի պահանջին հանդիպել պարոն Սարգսյանի հետ և ստանալ բացատրություններ շինարարական ծրագրի ֆինանսավորման կասեցման վերաբերյալ, քարտուղարուհին պատասխանեց սառը և հեգնական ժպիտով, նշելով, որ պարոն Սարգսյանը չափազանց զբաղված է պետական կարևորության հարցերով և խորհուրդ է տվել դատախազին զբաղվել ավելի մանր և անվտանգ գործերով, որոնք չեն խաթարում մեծ մարդկանց անդոռը։ Այս պատասխանը վերջնականապես համոզեց Նարինեին, որ կոռուպցիոն սխեման իր արմատները գցել է շատ ավելի խորը, քան ինքը պատկերացնում էր, և որ պաշտոնական դռները փակ են իր առջև, ուստի նա, զսպելով զայրույթը, հայտարարեց, որ մանր գործերը հաճախ մեծ աղմուկ են բարձրացնում, իսկ ինքը սիրում է խախտել հանցավոր լռությունը, և դուրս եկավ սենյակից, թողնելով քարտուղարուհուն շփոթված հայացքով։ Շենքից դուրս գալուն պես Նարինեն զգաց, որ օդը լցվել է տագնապով, և նրա բնազդը չխաբեց, փողոցի անկյունում կայանած սև ամենագնացը, որը նա նկատել էր դեռ նախորդ օրը, դանդաղ շարժվեց տեղից և սկսեց հետապնդել նրա հին մեքենան։ Երևանի նեղ և ոլորապտույտ փողոցներով սկսվեց մի լուռ մրցավազք, որտեղ Նարինեն փորձում էր կորցնել հետապնդողին կտրուկ շրջադարձեր կատարելով և խախտելով երթևեկության կանոնները, մինչդեռ սև մեքենան, կարծես անխուսափելի ճակատագիր, շարունակում էր հայելու մեջ, պահպանելով հաստատուն հեռավորություն։ Սիրտը կոկորդում խփելով և հասկանալով, որ մենակ չի կարող գլուխ հանել այս իրավիճակից, նա դողացող ձեռքերով հավաքեց քեռի Աշոտի համարը և, հազիվ շունչ քաշելով, հայտնեց, որ իրեն հետևում են, ինչին ի պատասխան լսեց քեռու խիստ և անհանգիստ ձայնը, որը հրահանգեց անմիջապես գալ իր գրասենյակ և ոչ մի դեպքում չգնալ տուն։ Այդ պահին Նարինեն մտածեց, որ քեռին միակ մարդն է, ով կարող է պաշտպանել իրեն, սակայն նրա ենթագիտակցության մեջ դեռ պտտվում էին նախորդ օրվա կասկածները, ստեղծելով ներքին հակասություն, վստահության և զգուշավորության միջև։ Աշոտի ընդարձակ և ճոխ կահավորված գրասենյակում օդը ծանր էր ծխախոտի ծխից և չասված խոսքերից, իսկ քեռին, նստած իր զանգվածեղ սեղանի հետևում, նայում էր Նարինեին ոչ թե որպես հարազատի, այլ որպես խնդրի, որը պահանջում է արագ լուծում։
Նա չփորձեց հերքել վտանգը, այլ ընդհակառակը հաստատեց, որ Նարինեն խառնվել է մի խաղի մեջ, որի կանոնները գրված են արյամբ, եւ առաջարկեց միակ ելքը, որը տեսնում էր կազմակերպել նրա տեղափոխումը մեկ այլ բաժին կամ նույնիսկ ուղարկել արտասահման հանգստանալու, մինչև փոթորիկը կհանդարտվի։ Նարինեն լսելով փախուստի առաջարկը, զգաց, թե ինչպես է հիասթափությունը խեղդում իրեն, եւ հարցրեց, թե ինչու է քեռին ուզում լռեցնել իրեն, ինչ գիտի նա, որ թաքցնում է։ Սակայն Աշոտը միայն խուսափողական հայացք նետեց եւ լռեց, թողնելով հարցերը կախված օդում։ Զայրացած եւ վիրավորված Նարինեն դուրս եկավ սենյակից, բայց դեռ չէր հասցրել փակել դուռը, երբ լսեց, թե ինչպես է քեռին վերցնում հեռախոսը եւ ցածրաձայն, բայց հստակ ասում զրուցակցին. Նա չի կանգնում, աղջիկը չափազանց նման է հորը, ստիպված ենք անցնել պլան B-ին, եւ այս նախադասությունը դարձավ այն վերջին կաթիլը, որը փշրեց Նարինեի աշխարհը։ Հաջորդող մի քանի օրերը Նարինեի համար վերածվեցին իրական դժոխքի, որտեղ ամեն մի րոպեն լցված էր սպասման տագնապով եւ անխուսափելի աղետի նախազգացումով, քանի որ համակարգը, հասկանալով, որ սպառնալիքներն ու զգուշացումները չեն աշխատում, որոշեց անցնել կոշտ գործողությունների։ Ամեն ինչ սկսվեց դատարանի դահլիճում, որտեղ պետք է տեղի ունենար նախնական լսումը, եւ որտեղ Նարինեն հույս ուներ ներկայացնել իր հավաքած ապացույցների մնացորդները, սակայն հենց սկզբից ամեն ինչ գնաց ոչ ըստ պլանի։ Դատավորը, ում Նարինեն ճանաչում էր որպես սկզբունքային մարդու, հանկարծակի հայտարարեց, որ գործի հիմնական նյութերը, ներառյալ բանկային փոխանցումների բնօրինակները, անհետացել են դատախազության պահոցից, տեխնիկական սխալի պատճառով, իսկ առանց դրանց մեղադրանքը նման էր առանց հիմքի տան, որը փլուզվում է առաջին իսկ քամուց։ Նարինեի բողոքները խեղդվեցին դատավորի մուրճի հարվածների տակ, իսկ դահլիճում նստած պաշտպանական կողմի փաստաբանները հազիվ էին թաքցնում իրենց հաղթական ժպիտները, հասկացնելով, որ խաղը վաճառված է եղել դեռ սկզբից։ Այս պարտությունը ոչ միայն մասնագիտական հարված էր, այլև ազդանշան, որ Նարինեի ժամանակը սպառվում է, եւ երբ նա, հուսահատ ու ջարդված, վերադարձավ տուն, հույս ունենալով գտնել գոնե մի փոքր հանգստություն մոր գրկում, նրան դիմավորեց մի տեսարան, որը ստիպեց մոռանալ դատարանի անհաջողությունը։ Բնակարանի դուռը կիսաբաց էր, իսկ ներսում տիրում էր կատարյալ քաոս։ Կահույքը շրջված էր, գրքերը թափված հատակին, իսկ պատերին կարմիր ներկով գրված սպառնալիքը «Հաջորդը դու ես» ասես ճչում էր լռության մեջ։ Տիտին Անահիտը, գունատ ու դողացող, նստած էր խոհանոցի անկյունում, ձեռքերը սեղմած կրծքին, եւ միայն արտասվում էր, չկարողանալով արտաբերել ոչ մի բառ, ինչը Նարինեի սրտում առաջացրեց ոչ թե վախ, այլ կատաղի զայրույթ եւ մեղքի անասելի զգացում, որ իր համառության պատճառով վտանգի տակ է դրել ամենաթանկ մարդուն։ Հիվանդանոցի սպիտակ պատերի ներսում, որտեղ տեղափոխել էին մորը հիպերտոնիկ ճգնաժամով, օդը լցված էր դեղորայքի հոտով եւ անխոս լարվածությամբ, երբ հայտնվեց քեռի Աշոտը, դեմքին այն նույն անթափանց արտահայտությամբ, որը Նարինեն տեսել էր վերջին օրերին։ Նա չփորձեց արդարանալ կամ մխիթարել, այլ ուղիղ նայելով Նարինեի աչքերին, դրեց սեղանին ինքնաթիռի տոմսեր եւ կտրուկ հայտարարեց, որ սա վերջին հնարավորությունն է փրկելու այն, ինչ մնացել է։ Նարինեի հարցին, թե արդյոք սա նշանակում է հանձնվել, Աշոտը պատասխանեց լռությամբ, որը ավելի խոսուն էր, քան ազարավոր բառերը։ Եվ այդ պահին Նարինեն հասկացավ, որ իր դիմաց կանգնած մարդը այլևս իր սիրելի քեռին չէ, այլ համակարգի մի մասնիկը, որը եկել է կատարելու վերջին դատավճիռը։ Սակայն հենց այդ պահին, երբ հուսահատությունը պատրաստվում էր կլանել նրան, Նարինեի մտքում պայծառացավ հոր հին խոսքերի հիշողությունը ձեղնահարկի մասին, եւ նա հասկացավ, որ պատասխանները, որոնք նա փնտրում է, թաքնված են ոչ թե ապագայում կամ փախուստի մեջ, այլ անցյալի մոռացված էջերում, որոնք սպասում են իրենց բացահայտմանը հին տան փոշոտ արգյունում։ Անցյալի մոռացված էջերում թաքնված պատասխանների որոնումը Նարինեին տարավ դեպի հեռավոր գյուղական տունը, որը կանգնած էր լքվածության ու փոշու մեջ, կարծես պահտանելով այն գաղտնիքները, որոնք ոչ ոք չէր համարձակվում բարձրաձայնել։ Ծանր փայտե դուռը ճռալով բացվեց, ներս թողնելով աղոտ լույսը, որը լուսավորեց օդում պարող փոշու հատիկները եւ ձեղնահարկ տանող նեղ աստիճանները, որոնց յուրաքանչյուր աստիճանը ճռում էր Նարինեի ոտքերի տակ, կարծես զգուշացնելով, որ վերադարձ չկա։ Ձեղնահարկում, հին գրքերի եւ անպետք իրերի կույտի տակ նա գտավ մաշված կաշվե կազմով մի օրագիր, որի վրա ծանոթ ձեռագրով գրված էր հոր անունը, եւ երբ նա դողացող մատներով բացեց առաջին էջը, սենյակը կարծես պտտվեց նրա շուրջը։ Օրագրի էջերում գրված բառերը ոչ թե պարզապես հիշողություններ էին, այլ խոստովանություն, որը հիմնովին փշրեց Նարինեի աշխարհը եւ փոխեց ամեն ինչ, ինչին նա երբևէ հավատացել էր։
Հայրը գրում էր, որ տարիներ առաջ ինքը դարձել էր շինծու մեղադրանքի զոհ, որը սպառնում էր ոչ միայն իրեն, այլև ամբողջ ընտանիքին, եւ միակ ելքը, որը նրանց առաջարկել էր համակարգը, եղել էր դաժան գործարք։ Աշոտը, նրա եղբայրը, պետք է մտներ կոռուպցիոն ցանցի մեջ եւ դառնար դրա մի մասը, փոխարենելով ապահովելով եղբոր ազատությունը եւ ընտանիքի անվտանգությունը։ Կարդալով այս տողերը, Նարինեն զգաց, թե ինչպես է սառը քրտինքը պատում մարմինը, իսկ սիրտը սկսում է խփել այնքան ուժգին, որ թվում էր կպայթի կրծքավանդակում, քանի որ հանկարծակի պարզ դարձավ, որ այն մարդը, ում նա համարում էր դավաճան եւ հանցագործ, իրականում զոհաբերել էր իր հոգին եւ խիղճը փրկելու համար նրանց։ Աշոտի շքեղ կյանքը, ազդեցությունը եւ նույնիսկ այն սպառնալիքները, որոնք նա հնչեցրել էր վերջին օրերին, այժմ ստացան բոլորովին այլ իմաստ։ Դրանք ոչ թե ագահության, այլ հուսահատության եւ պաշտպանության դրսևորումներ էին, որոնցով նա փորձում էր հեռու պահել Նարինեին այն նույն անդունդից, որի մեջ ինքը ընկել էր տարիներ առաջ։ Արդյունքները հոսում էին Նարինեի աչքերից, երբ նա կարդում էր հոր վերջին գրառումը, որտեղ նա խնդրում էր դստերը երբեք չդատել քեռուն, քանի որ նրա ձեռքերը կեղտոտվել են միայն այն պատճառով, որպիսի Նարինեի ձեռքերը մնան մաքուր։ Այս գիտակցումը ցնցեց նրան մինչև հոգու խորքը, ստիպելով վերանայել իր ամբողջ կյանքը եւ հասկանալ, որ արդարությունը միշտ չէ, որ սպիտակ է, եւ որ երբեմն ամենամեծ հերոսները թաքնված են հրեշների դիմակների տակ։ Այժմ, երբ ճշմարտությունը բացահայտված էր, Նարինեն կանգնած էր անհնարին ընտրության առջև՝ շարունակել պայքարը եւ կործանել քեռուն, ով զոհաբերել էր իրեն հանուն ընտանիքի, թե ընդունել այս դաժան իրականությունը եւ դառնալ լռության մեղսակից։ Սենյակի լռության մեջ, որտեղ լսվում էր միայն նրա խզված շնչառությունը, Նարինեն հասկացավ, որ իր պայքարը այլևս ոչ թե համակարգի դեմ է, այլ սեփական խղճի եւ այն ցավալի ճշմարտության, որը նա այլևս չէր կարող անտեսել։ Ձեղնահարկի փոշոտ հատակին նստած, Նարինեն զգում էր, թե ինչպես է ժամանակը կորցնում իր իմաստը, իսկ իրականությունը, որը մինչ այդ պահը թվում էր հստակ եւ անսասան, վերածվում է փշուրների, որոնք ցավեցնում են հոգին յուրաքանչյուր շնչառության հետ։ Հոր օրագիրը, որը դեռ բաց էր նրա ծնկներին, այրում էր մաշկը ճշմարտության կրակով, եւ այդ պահին նրա մեջ եռացող զայրույթը, որը շաբաթներ շարունակ ուղղված էր քեռի Աշոտի դեմ, վերածվեց խեղդող մեղքի զգացումի եւ անասելի կարեկցանքի մի մարդու հանդեպ, ով իր ամբողջ կյանքը դրել էր զոհասեղանին առանց ակնկալելու երախտագիտություն կամ փրկություն։ Նարինեն հասկացավ, որ այն բոլոր պահերը, երբ քեռին փորձում էր կանգնեցնել իրեն, երբ սպառնում էր կամ առաջարկում էր փախչել, դրանք ոչ թե թշնամու հարվածներ էին, այլ խորտակվող նավի կապիտանի հուսահատ ճիչեր, ով փորձում էր փրկել միակ ուղևորին, նույնիսկ եթե դա նշանակում էր, որ ուղևորը կատելու է իրեն։ Այս գիտակցումը ստիպեց Նարինեին սրբել արցունքները եւ ոտքի կանգնել նոր, սառը վճռականությամբ, քանի որ այժմ նա ունել ոչ միայն նպատակ, այլև պարտք, փրկել նրան, ով տարիներ շարունակ լուր կրել էր իրենց ընտանիքի անեծքը։ Երևան վերադառնալու ճանապարհին Նարինեն վերլուծում էր անցյալի յուրաքանչյուր դրվագ նոր լույսի ներքո, եւ այն, ինչ նախկինում թվում էր կոռուպցիա եւ ագահություն, այժմ երևում էր որպես գոյատևման դաժան խաղ, որտեղ Աշոտը խաղում էր ստիպողաբար։ Նա հասկացավ, որ մենակ չի կարող հաղթել այս պատերազմում, եւ որ իր գլխավոր զենքը ոչ թե օրենքի տառն է, որը վաղուց արդեն գնված է եւ ծախված, այլ այն մարդը, ով գիտի համակարգի բոլոր ստորերկրյա անցուղիները։ Երբ նա հասավ Աշոտի առանձնատուն, գիշերն արդեն իջել էր քաղաքի վրա, եւ տան պատուհաններից միայն մեկն էր լուսավորված՝ քեռու աշխատասենյակը, որտեղ, ինչպես Նարինեն կանխազգում էր, տեղի էր ունենում միայնակ մարդու եւ նրա դևերի մենամարտը։ Ներս մտնելով նա տեսավ Աշոտին, ով նստած էր բազմոցին, դեմքը թաղած ձեռքերի մեջ, իսկ սեղանին դրված էր կիսով չափ դատարկ օղուշիշը, եւ այդ տեսարանը այնքան հեռու էր հզոր պաշտոնյայի կերպարից, որ Նարինեի սիրտը կծկվեց։ Առանց մի բառ ասելու, Նարինեն մոտեցավ եւ սեղանին դրեց հոր օրագիրը, եւ այդ շարժումը ստիպեց Աշոտին վեր թռչել տեղից, կարծես նա տեսել էր ուրվականի։ Նրա աչքերում կարդացվում էր սարսափ եւ ամոթ, եւ նա փորձեց ինչ-որ բան ասել, արդարանալ կամ հերքել, բայց Նարինեն նրբորեն դրեց ձեռքը նրա ուսին եւ ասաց, որ գիտի ամեն ինչ, զոհաբերության, գործարքի եւ այն գնի մասին, որը նա վճարել է։ Այդ պահին Աշոտի դիմակը, որը նա կրել էր 20 տարի, վերջնականապես ընկավ, եւ նրա աչքերից հոսեցին ծերունական, դառը արցունքներ, որոնք մաքրում էին տարիների կեղտը։
Նրանց միջև տեղի ունեցած խոսակցությունը եղավ ծանր, բայց ազնիվ։ Աշոտը խոստովանեց, որ հոգնել է վախից եւ ստից, որ ուզում է վերջ տալ այս ամենին, բայց չգիտի ինչպես դուրս պրծնել ցանցից առանց Նարինեին վնասելու։ Նարինեն, ով արդեն կայացրել էր իր որոշումը, առաջարկեց մի ծրագիր, որը խելահեղ էր իր համարձակությամբ, օգտագործել Աշոտի դիրքը որպես խայծ եւ ներսից պայթեցնել համակարգը, նույնիսկ եթե դա նշանակում էր, որ Քերին պետք է կանգնի դատարանի առաջ։ Գիշերվա մնացած մասը նրանք անցկացրին մշակելով գործողությունների մանրամասները, եւ Նարինեն զարմանքով բացահայտեց, որ Քերին, չնայած իր կոտրված վիճակին, պահպանել է սուր միտքը եւ ռազմավարական հոտառությունը։ Աշոտը բացեց իր գաղտնի սեյֆը եւ հանեց այնտեղից փաստաթղթեր ու ձայնագրություններ, որոնք նա տարիներ շարունակ հավաքել էր որպես ապահովագրություն, բայց երբեք չէր համաձայնվել օգտագործել։ Նա բացատրեց, որ գլխավոր հարվածը պետք է հասցնել հիերարխիայի գագաթին, մի մարդու, ում բոլորը կոչում են գլխավոր, եւ ով հանդիսանում է այս ամբողջ կոռուպցիոն բուրգի ճարտարապետը։ Աշոտը համաձայնեց հանդիպել նրա հետ եւ կրել ձայնագրող սարք, գիտակցելով, որ դա կարող է լինել իր կյանքի վերջին հանդիպումը, բայց նա պատրաստ էր վճարել այդ գինը հանուն զարմուհու ապագայի եւ սեփական խղճի հանգստության։ Երբ լուսաբացը սկսեց գծագրվել պատուհանից այն կողմ, Աշոտը նայեց Նարինեին եւ ասաց, որ կա եւս մեկ բան, որը նա պետք է իմանա գլխավորի մասին, մի մանրուք, որը փոխում է խաղի կանոնները եւ դարձնում այն անձնական վրեժխնդրություն։ Գլխավորի մասին Աշոտի բացահայտած մանրուքը ոչ թե պարզապես տեղեկություն էր, այլ զենք, որը Նարինեն որոշեց օգտագործել առանց վարանելու, քանի որ հասկանում էր, որ այլևս հետդարձի ճանապարհ չկա եւ միակ ելքը առաջ գնալն է դեպի փոթորքի էպիկենտրոն։ Հաջորդ օրը վերածվեց իսկական մարտադաշտի, որտեղ Նարինեն, զինված նոր գիտելիքներով եւ քերու տրամադրած ապացույցներով, սկսեց իր հակագրոհը, խախտելով բոլոր կանոնները, որոնցով մինչ այդ խաղացել էր համակարգը։ Նա առաջին հարվածը հասցրեց հենց այն դատավորին, ով կորցրել էր ապացույցները, ներխուժելով նրա աշխատասենյակ եւ սեղանին դնելով նրա գաղտնի հաշիվների պատճենները, ինչը ստիպեց դատավորին գունատվել եւ դողացող ձեռքերով ստորագրել Նարինեի պահանջած օրդերը, վերսկսելու գործի քննությունը։ Սա փոքր հաղթանակ էր, բայց այն տվեց Նարինեին անհրաժեշտ ինքնավստահությունը եւ ցույց տվեց, որ նույնիսկ ամենաամուր պատերը կարող են փլուզվել, եթե ճիշտ տեղին հարվածես։ Սակայն համակարգը չէր պատրաստվում հեշտությամբ հանձնվել, եւ պատասխանը չուշացավ։ Նարինեի հեռախոսը սկսեց պայթել սպառնալից զանգերից, իսկ դատախազության շենքի մոտ հավաքվեցին պատահական ցուցարարներ, ովքեր պահանջում էին նրա հրաժարականը, մեղադրելով նրան քաղաքական պատվեր կատարելու մեջ։ Բայց Նարինեն, ով արդեն տեսել էր իրականության հակառակ կողմը, այլևս չէր վախենում այս թատրոնից։ Նա անցավ ամբոխի միջով, գլուխը բարձր պահած եւ ուղիղ եթերում հայտարարեց մամուլի ասուլիսի մասին, որտեղ խոստացավ բացահայտել դարի կոռուպցիան։ Այս քայլը ռիսկային էր, քանի որ նա դեռ չուներ գլխավոր խաղաքարտը, Աշոտի եւ գլխավորի հանդիպման ձայնագրությունը։ Բայց նա գիտեր, որ պետք է ստիպի հակառակորդին սխալվել, եւ խուճապը լավագույն դաշնակիցն է այդ հարցում։ Երեկոյան, երբ Աշոտը պատրաստվում էր ճակատագրական հանդիպմանը, Նարինեն օգնեց նրան ամրացնել լսող սարքը եւ ստուգել կապը, եւ այդ պահին նրանց հայացքները հանդիպեցին հայելու մեջ, լի վախով, բայց նաեւ անասելի հպարտությամբ միմյանց համար։ Նարինեն գրքեց քերուն, զգալով նրա սրտի արագ բաբախյունը, եւ շշնջաց, որ անկախ ամեն ինչից, նա արդեն հաղթել է, քանի որ վերագտել է իրեն։ Աշոտը ժպտաց, տխուր, բայց խաղաղ ժպիտով, եւ դուրս եկավ տնից, նստելով իր մեքենան, որը նրան տանելու էր դեպի առյուծի երախը։ Իսկ Նարինեն, նստելով իր մեքենամ եւ միացնելով լսող սարքի ընդունիչը, հետևեց նրան աննկատ հեռավորությունից, պատրաստ լինելով ցանկացած պահի ներխուժել եւ փրկել նրան կամ կիսել նրա ճակատագիրը։ Ռեստորանի մոտ, որտեղ պետք է կայանար հանդիպումը, օդը լարված էր էլեկտրականությամբ, եւ Նարինեն, տեսնելով շենքի շուրջ կանգնած թիկնապահերին, հասկացավ, որ սա պարզապես հանդիպում չէ, այլ ծուղակ, որից դուրս գալու միակ ճանապարհը այն փակելն է ընդմիշտ։ Ականջակալի մեջ տիրող լարված լռությունը, որը ժամանակ առ ժամանակ ընդհատվում էր սպասքի զնգոցով եւ ռեստորանի ֆոնային երաժշտության խուլ հնչյուններով, Նարինեի համար ավելի սարսափելի էր, քան ամենաբարձր ճիչը, քանի որ այդ լռության ներքո վճռվում էր ոչ միայն մի գործի, այլև իր ամբողջ կյանքի ճակատագիրը։ Նա նստած էր մեքենայի մեջ, մթության քողի տակ, եւ յուրաքանչյուր վայրկյանը նրա համար ձգվում էր դարերի պես։ Մինչև որ լսվեց գլխավորի, սառը եւ ինքնավստահ ձայնը, որը հարցրեց Աշոտին, թե արդյոք նա իսկապես հավատում է, որ կարող է պարզապես վեր կենալ եւ հեռանալ խաղից, որի կանոնները գրված են ոչ թե թղթի վրա, այլ մարդկային ճակատագրերով։
Աշոտի պատասխանը հնչեց հանդարտ, բայց պողպատի պես ամուր։ Նա հայտարարեց, որ այլևս չի վախենում ոչ բանտից, ոչ մահից, քանի որ ամենամեծ բանտը, սեփական խիղճը, նա արդեն հաղթահարել է եւ պահանջեց, որ գլխավորը խոստովանի, որ հենց ինքն է հրամայել կործանել Նարինեի հորը տարիներ առաջ։ Լարվածությունը հասավ իր գագաթնակեկին, երբ լսվեց աթոռի շրխկոց և ծանր քայլերի ձայն, որին հաջորդեց գլխավորի քմծի ծաղը և այն ճակատագրական խոսքերը, որոնց Նարինեն սպասում էր շունչը պահած։ Այո, ես կործանեցի եղբորդ, և նույնը կանեմ Զարմուհուդ հետ, եթե դու հիմա չծնկես իմ առաջ։ Սա այն ապացույցն էր, որն անհրաժեշտ էր, բայց գինը չափազանց բարձր եղավ։ Ձայնագրության մեջ լսվեց ակռճանակի ձգանի չոր հարվածը, և Աշոտը, հասկանալով, որ իր առաքելությունն ավարտված է, գոռաց. «Հիմա, Նարինե», ինչը ազդանշան էր ոչ միայն Զարմուհու, այլև մոտակայքում թաքնված հատուկ ջոկատայինների համար։ Նարինեն, մոռանալով վտանգի մասին, դուրս նետվեց մեքենայից և վազեց դեպի ռեստորանի մուտքը, մինչ ոստիկանները կոտրում էին դռները և ներխուժում սրահ, որտեղ տիրում էր խառնաշփոց։ Հնչեց կրակոց, միակը և խլացուցիչ, որը ստիպեց Նարինեի սրտին կանգ առնել, և երբ նա ներս մտավ, տեսավ մի տեսարան, որը դաջվեց նրա հիշողության մեջ ընդմիշտ։ Գլխավորը գետնին տապալված էր ոստիկանների կողմից, իսկ Աշոտը ընկած էր սպիտակ սփռոցի վրա, որը դանդաղ ներկվում էր կարմիրով։ Նարինեն նետվեց քեռու մոտ, բռնեց նրա սառչող ձեռքը և աղերսեց չփակել աչքերը, իսկ Աշոտը ցավից աղավաղված դեմքով, բայց խաղաղ հայացքով հանեց գրպանից ձայնագրիչը և դրեց Նարինեի ափի մեջ, շշնջալով, որ պարտքը վճարված է։ Հաջորդող ամիսները վերածվեցին դատական լսումների երկարաշունչ շարանի, որը ցնցեց ամբողջ երկիրը։ Հրապարակված ձայնագրությունները և փաստաթղթերը մերկացրին կոռուպցիոն բուրգի գագաթը, տանելով դեպի բարձրաստիճան պաշտոնյաների զանգվածային ձերբակալություններ։ Աշոտը ողջ մնաց, բայց նրա ճակատագիրը որոշվեց դատարանի դահլիճում, որտեղ Նարինեն, որպես մեղադրող կողմ, ստիպված էր կատարել իր մասնագիտական պարտքը, չնայած սիրտը արյունավորում էր։ Դատավճռի օրը դահլիճը լեփլեցուն էր, և երբ դատավորը հայտարարեց, որ Աշոտը դատապարտվում է 5 տարվա ազատազրկման, հաշվի առնելով նրա համագործակցությունը և ինքնախոստովանությունը, դահլիճում տիրեց լռություն։ Աշոտը նայեց Նարինեին և թեթևակի գլխով արեց, ընդունելով դատավճիռը ոչ թե որպես պատիժ, այլ որպես քավություն, որին նա սպասել էր 20 տարի։ Նարինեն, արցունքներն աչքերին, պատասխանեց նույն հայացքով, հասկանալով, որ սա արդարության հաղթանակն է, բայց հաղթանակ դառը համով, որը սովորեցրեց նրան, որ օրենքը վեր է ամեն ինչից, նույնիսկ արյունակցական կապերից։ Մեկ տարի անց, երբ Երևանի փողոցները ողողված էին գարնանային արևով, Նարինեն կանգնած էր բանտի դարպասների մոտ, սպասելով տեսակցության ժամին։ Նրա կյանքը փոխվել էր անճանաչելիորեն, նա այլևս այն միանիտ աղջիկը չէր, ով հավատում էր, որ աշխարհը բաժանված է սևի ու սպիտակի, այլ հասուն կին, ով գիտեր, որ ճշմարտությունը հաճախ թաքնված է մոխրագույն երանգներում։ Մայրը, տիկին Անահիտը, վերականգնվել էր և այժմ խաղաղությամբ սպասում էր եղբոր վերադարձին։ Երբ Նարինեն մտավ տեսակցությունների սենյակ և տեսավ Աշոտին, նիհարած, բայց հոգեպես ազատ, նա հասկացավ, որ իրենք հաղթել են ոչ թե համակարգին, այլ վախին, որը տարիներ շարունակ կառավարել էր իրենց կյանքը։ Սիրելի ընկերներ, այս պատմությունը մեզ սովորեցրեց, որ արդարության համար պայքարը պահանջում է ոչ միայն քաջություն, այլև զոհաբերելու ունակություն, և որ երբեմն ամենամեծ հերոսները նրանք են, ովքեր պատրաստ են կորցնել ամեն ինչ հանուն ուրիշների փրկության։ Կյանքը միշտ չէ, որ տալիս է հեշտ ընտրություններ, բայց հենց այդ ընտրություններն են որոշում, թե ով ենք մենք իրականում։ Իսկ դուք ինչ կանեիք Նարինեի տեղում, կկարողանայիք դատապարտել ձեր հարազատին հանուն ճշմարտության, թե կընտրեիք լռությունը։ Կիսվեք ձեր մտքերով մեկնաբանություններում, քանի որ ձեր կարծիքը մեզ համար կարևոր է, և մի մոռացեք, որ յուրաքանչյուր մթության վերջում միշտ լույս է բացվում։